Ինչ կանեիք, եթե ձեր ամենամեծ սերը դառնար ձեր սիրելիի ամենասարսափելի անեծքը։ Պատկերացրեք մի տոհմ, որի վրա դարեր շարունակ ծանրացած է անբացատրելի ստվեր։ Այս ընտանիքի տղամարդիկ դատապարտված են կորցնելու նրանց, ում ամենաշատն են սիրում։ Որքան ուժեղ է նրանց սերը, այնքան ավելի մոտ է ողբերգությունը։ Սա ոչ թե պատահականություն է, այլ սարսափելի օրինաչափություն, որտեղ երջանկությունը վճարվում է ամենաթանկ գնով՝ սիրելիի կյանքով։ Այս պատմության մեջ մենք կվերադառնանք հենց սկզբին, այն մութ օրվան, երբ մեկ սխալ խոսքը դարձավ դարերի դատավճիռ։ Բայց ամենակարևորը, մենք ցույց կտանք այն միակ ճանապարհը, որով կարելի է կանգնեցնել այս մղձավանջը։ Լուծումը թաքնված է ոչ թե աղոթքների, այլ մի մոռացված մասունքի և մի վաղուց լքված վայրի մեջ, որը սպասում է իրենց։ Արդյոք սերը, որը սկիզբ դրեց այս անեծքին, կարող է նաև դառնալ դրա վերջը։ Պատասխանը սպասում է ձեզ։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Գիշերային հիվանդանոցի միջանցքը սառն էր ու անհյուրընկալ, լցված դեղերի սուր հոտով և պատերից անդրադարձող հազվադեպ քայլերի խուլ արձագանքով։ Լյումինեսցենտային լամպերի լույսը պատերին սարսափազդու ստվերներ էր գցում, կարծես հենց պատերն էին շնչում ցավ ու տագնապ։ Այս ամենի կենտրոնում, պլաստիկ աթոռին քարացած, նստած էր Լիանան, 28 տարեկան, ուժեղ կին, որի դեմքին այժմ միայն հոգնածություն ու խոցելիություն էր մնացել։ Նրա աչքերը կարմրել էին անքուն գիշերվանից, իսկ հայացքը մեխվել էր վիրահատարանի փակ դռանը, որի հետևում նրա սիրելին Արմենը պայքարում էր կյանքի համար։ Նրա ձեռքերը դողում էին, երբ փորձում էր ինչ-որ բան գրել հեռախոսով, բայց մատները չէին ենթարկվում։ Նրա կողքին նստած Արմենի հորեղբոր որդին Դավիթը փորձեց խախտել լռությունը, ցածր ձայնով հարցնելով, արդյոք ջուր կուզի։ Բայց Լիանան առանց նրան նայելու խզված ձայնով մերժեց, նրա միակ ցանկությունը այստեղ լինելն էր, երբ բժիշկը դուրս գա։ Դավիթը փորձեց հանգստացնել նրան, ասելով, թե Արմենը ուժեղ է, բայց Լիանան դառնորեն ժպտաց. ուժեղ։ Այո, նա ուժեղ էր, բայց սա արդեն երրորդն էր, երրորդ դժբախտ պատահար վերջին 2 ամսում։ Սկզբում աստիճաններից անհասկանալի ընկնելը, հետո մեքենայի արգելակների խորհրդավոր խափանումը, իսկ հիմա սա, անիծյալ սյունը, որը կարծես երկնքից էր ընկել նրա մեքենայի վրա։ Սա նորմալ չէր։ Լիանան կտրուկ շրջվեց Դավիթի կողմը, պահանջելով բացատրություն։ Արդյոք սա անկանխատեսելի կյանքն էր, թե մի սարսափելի օրինաչափություն, որի մասին նրանց ընտանիքում բոլորը գիտեին, բայց իրենից թաքցնում էին։ Նա հիշեց նրանց հայացքները, տատիկի խոսքերը, կարծես ինքն էր մեղավոր այս ամենի համար։ Դավիթի լռությունը ավելի խոսում էր, քան ցանկացած պատասխան։ Այդ պահին վիրահատարանի դուռը բացվեց, հոգնած բժիշկը հայտնեց, որ վիրահատությունը հաջող է անցել, Արմենը կապրի, բայց մի տարօրինակ բան կար, նրա օրգանիզմը կարծես հանձնվում էր, չէր ուզում պայքարել, և բժիշկները ստիպված էին եղել կրկնակի չափաբաժնով դեղեր օգտագործել, որպեսզի սիրտը չկանգներ։ Բժիշկը խոստովանեց, որ իր 20 տարվա փորձի ընթացքում նման բան երբեք չէր տեսել։ Լիանայի դեմքը սպիտակեց։ Նա նայեց Դավիթին, որի դեմքին սարսափ էր, և հասկացավ, որ բժիշկի խոսքերը նրա համար նորություն չէին։ Սա ճգնաժամ էր, որը դուրս էր տրամաբանության բոլոր սահմաններից։ Արդյոք սա պարզապես դժբախտությունների շարք էր, թե այն անեծքը, որի մասին շշնջում էին Արմենի ընտանիքում, իրական էր և եկել էր իր սիրելիի հետևից։ Այս մղձավանջից ընդամենը 6 ամիս առաջ ամեն ինչ այլ էր։ Լիանան, հաջողակ ճարտարապետ, նստած էր մի հարմարավետ սրճարանում շրջապատված հին քարտեզներով։ Նա աշխատում էր հարևան եկեղեցու վերականգնման նախագծի վրա և փորձում էր գտնել տեղեկություններ մի ենթադրյալ գաղտնի անցումի մասին։ Հենց այդտեղ նրան մոտեցավ Արմենը, սրճարանի սեփականատերը, մի տղամարդ, որի աչքերում միաժամանակ և ջերմություն կար, և թաքնված տխրություն։ Նա կատակեց, թե այդ անցումը տանում էր դեպի իրենց նկուղը, և նրանց միջև անմիջապես մի կայծ առաջացավ։ Նրանց սերը ծաղկեց արագ և բուռն, բայց մի օր, երբ նրանք զբոսնում էին այգում, Արմենը կանգ առավ և լուրջ հայացքով ասաց, որ կա մի բան, որ Լիանան պետք է իմանա իր ընտանիքի մասին։ Նա խոսեց ստվերների, անցյալի շղթաների և մի հին անեծքի մասին, որը ըստ լեգենդի հետապնդում է իր տոհմի տղամարդկանց։ Նա պատմեց, որ երբ նրանք գտնում են իրենց իսկական սիրուն, ճակատագիրը դաժանորեն խառնվում է։ Լիանան, լինելով ռացիոնալ մարդ, ծիծաղեց, դա համարելով ողդերգական զուգադիպություններ, բայց Արմենի դեմքի լրջությունը նրան ստիպեց լռել։ Նա խոստովանեց, որ վախենում է Լիանայի համար։ Այդ խոսակցությունից հետո նրանց հարաբերություններում առաջին ստվերն ընկավ։ Այդ ստվերը ավելի խորացավ, երբ նրանք այցելեցին Արմենի ընտանեկան տուն, որտեղ նրանց դիմավորեց տատիկ Սոնան, խիստ, բայց իմաստուն աչքերով մի կին։
Նա սառնորեն զննեց Լիանային եւ ասաց, որ որոշ դռներ պետք չէ բացել եւ որ նրանց ընտանիքի ճանապարհը քարքարոտ է։ Նա ուղիղ զգուշացրեց Լիանային, որ նա կկործանի եւ իրեն եւ Արմենին։ Այդ օրը տուն վերադառնալիս Լիանան նկատեց, որ իր մեքենայի անվադողը ծակված է։ Գուցե դա պարզապես պատահականություն էր, բայց տատիկի խոսքերից հետո այդ փոքրիկ միջադեպը նրա սրտում սառը տագնապ առաջացրեց։ Լիանան փորձում էր անտեսել այդ ամենը։ Նա աշխատում էր իր նախագծի վրա, բայց մտքերը անընդհատ թափառում էին։ Նա նույնիսկ բռնեց իրեն համացանցում ընտանեկան անեծքների մասին կարդալիս եւ ծիծաղեց իր վրա։ Բայց անհանգստությունը չէր անցնում։ Հեռախոսազանգը Արմենից էր։ Նրա ձայնը հոգնած էր։ Նա հայտնեց, որ իր հորեղբոր տղայի Տիգրանի կնոջ հղիությունը բարդ է ընթանում։ Լիանայի սիրտը սեղմվեց, բայց նա փորձեց քաջալերել Արմենին, ասելով, որ դրանք զուգադիպություններ են եւ իրենց սերը ավելի ուժեղ կլինի։ Նրանք որոշեցին հանդիպել եւ պլանավորել իրենց ապագա՝ ի հեչուկս անցյալի ստվերների։ Ռեստորանում, ռոմանտիկ միջավայրում Լիանան ոգևորված խոսում էր իրենց ապագա տան մասին, որտեղ միշտ լույս կլինի եւ ոչ մի մութ անկյուն։ Բայց հենց այդ պահին Արմենի հեռախոսը զանգեց։ Նրա դեմքը փոխվեց։ Ընտանեկան գինու մառանը հրդեհվել էր եւ ամենաթանկարժեք հավաքածուն մոխիր էր դարձել։ Արմենը նայեց Լիանային ուղիղ աչքերի մեջ եւ ասաց, որ գուցե դա նախազգուշացում էր, քանի որ նրանք համարձակվել էին ապագայի մասին պլաններ կազմել։ Խոչընդոտները դառնում էին ավելի իրական։ Լիանան որոշեց խոսել տատիկ Սոնայի հետ, հույս ունենալով գտնել դաշնակից։ Բայց տատիկը անդրդվելի էր։ Նա պատմեց, թե ինչպես է այդ շղթան կործանել իր ամուսնուն եւ հարցրեց Լիանային, արդյոք նա ուզում է, որ Արմենը վճալի իր սիրո համար։ Նա պահանջեց, որ Լիանան հեռու մնա իրենց ընտանիքից։ Երբ Լիանան ցնցված ու հուսահատ դուրս եկավ տնից, նա իր մեքենայի դիմապակու վրա գտավ թառամած սև վարդ։ Սա այլևս զուգադիպություն չէր, սա ուղերձ էր։ Այնուամենայնիվ, նրանք որոշեցին մարտահրավեր նետել ճակատագրին եւ ամուսնանալ։ Հենց այն օրը, երբ նրանք դուրս եկան եկեղեցուց, որտեղ պայմանավորվել էին պսակադրության օրվա մասին, Արմենը ստացավ հերթական սարսափելի լուրը։ Տիգրանի կինը կորցրել էր երեխային։ Այս հարվածը ամենածանրն էր։ Սա այլևս փող կամ գույք չէր, սա չծնված կյանք էր։ Ընկանեկան հավաքի ժամանակ մթնոլորտը սգոհ էր եւ մեղադրող հայացքները ուղղված էին Լիանային։ Նույնիսկ Արմենի ձայնի մեջ կասկած էր զգացվում։ Առաջին անգամ Լիանան իսկապես վախեցավ, մտածելով, որ գուցե նրանք ճիշտ են եւ ինքն է պատճառը։ Նրա ռացիոնալիզմը փշուր-փշուր եղավ։ Նա հասկացավ, որ սա պայքար է մի ուժի դեմ, որը նա չի հասկանում, բայց որի հետևանքները չափազանց իրական են։ Մի անձրևոտ երեկո, երբ Արմենը քաղաքում չէր, Լիանան առաջնորդվելով անհասկանալի մի զգացումով գնաց Արմենի ընտանեկան տուն։ Նա բարձրացավ փոշոտ ձեղնահարկ, որտեղ հին իրերի կույթի հետևում գտավ մի փայտե սնդուկ։ Կոտրելով ժանգոտ կողպեկը, նա սնդուկի մեջ հայտնաբերեց մի փոքրիկ կաշվեպատ գրքույկ։ Առաջին էջին գրված էր «Յարութի օրագիրը»։ Լիանան սկսեց կարդալ եւ նրա աչքերը լայնացան սարսափից։ Սա այն բանալին էր, որը նա փնտրում էր, բայց այն բացում էր մի դուռ, որի հետևում թաքնված գաղտնիքը ավելի սարսափելի էր, քան նա կարող էր պատկերացնել։ Օրագիրը պատմում էր 19-րդ դարում ապրած երկու եղբայրների՝ Յարութի եւ Մկրտիչի մասին, որոնք սիրում էին նույն կնոջը՝ Անահիտին։ Յարութը խանդից մոլեգնած ստով ու խաբեությամբ խլել էր եղբոր սերը եւ նրանց տոհմական մատուռում Սուրբ Մասունքի արծաթե խաչի առջև սուտ երդում էր տվել իր սիրո մաքրության մասին։ Հենց այդ պահին ներս էր մտել Մկրտիչը եւ լսելով դավաճանության մասին, անիծել էր եղբորը, ասելով. «Թող այսուհետ քո արյունը կրող ոչ մի տղամարդ երջանկություն չգտնի իսկական սիրո մեջ։ Թող քո երդումը դառնա քո սերունդների շղթան»։ Ամեն ինչ պարզ դարձավ։ Անեծքը ոչ թե միստիկ ուժ էր, այլ Յարութի մեղքի էներգիան, որը կապված էր Սուրբ Մասունքի հետ։ Հանկարծ Լիանան լսեց քայլերի ձայն։ Ձեղնահարկի դռան մոտ կանգնած էր տատիկ Սոնան։ Նրա դեմքին ոչ թե զայրույթ էր, այլ խորը տխրություն։ Նա խոստովանեց, որ գիտեր ամեն ինչ, բայց վախից թաքցրել էր օրագիրը, հուսալով, որ մոռացված պատմությունը կկորցնի իր ուժը։ Այդ պահին ներքևից լսվեց Արմենի ձայնը։ Նա վերադարձել էր։ Երբ նա բարձրացավ եւ տեսավ Լիանան, օրագիրը ձեռքին եւ տատիկին, նա հասկացավ, որ այն, ինչից փորձում էր պաշտպանել իր սիրելիին, հենց նոր պայթել էր նրանց բոլորի դեմքին։ Գաղտնիքի բացահայտումից հետո հյուրասենյակում ծանր լռություն էր տիրում։
Արմենը հուսահատված էր, նրա համար սա մահվան դատավճիռ էր։ Նա ասաց, որ իրենք դատապարտված են եւ միակ լուծումը բաժանվելն է, որպեսզի Լիանային ազատի այդ անեծքից։ Բայց Լիանան վճռական էր, նա բացականչեց, որ սերը բանտ չէ եւ նա չի պատրաստվում հանձնվել։ Տատիկ Սոնան, վերջապես կոտրելով իր լռությունը, դարձավ նրանց դաշնակիցը։ Նա հիշեց մի տող օրագրից, որտեղ Յարութը գրել էր, թե Մկրտիչը միշտ ասում էր, որ ճշմարտությունը պետք է թաքցնել այնտեղ, որտեղ մեղքն է ծնվել։ Սա նրանց հուշեց, որ արծաթե խաչը, անեծքի բանալին, պետք է թաքնված լինի հենց այն ավերված մատուռում, որտեղ տրվել էր սուտ երդումը։ Ընտանիքը պառակտվեց։ Ոմանք, ինչպես Արմենի հորեղբայր Վարդանը, վախենում էին, որ հին վերքերը քրքրելով նրանք ավելի մեծ փորձանք կբերեն իրենց գլխին։ Բայց Լիանան, Արմենը եւ նրանց միացած Դավիթը որոշեցին գնալ մինչև վերջ։ Նրանք ճանապարհ ընկան դեպի լեռներում գտնվող հին գյուղը։ Վարդանը իր որդիների հետ հետևում էր նրանց, փորձելով կանգնեցնել։ Դժվարին ճանապարհից հետո նրանք վերջապես գտան երկու ժայռերի արանքում թաքնված ավերակ մատուռը։ Ներսում տիրում էր ծանր ցավով լի մթնոլորտ։ Նրանք սկսեցին փնտրել խաչը։ Լիանան խորանի վրա նկատեց իրենց տոհմի նշանը՝ երկու միահյուսված օձեր, որոնք խորհրդանշում էին երկու եղբայրներին։ Հիշելով օրագրի տողերը, մեկի խոսքը մյուսի լռության դեմ, նա սեղմեց օձերից մեկի գլուխը եւ մյուսի պոչը։ Խուլ ձայնով խորանի տակ գաղտնարան բացվեց։ Ներսում հին կտորի մեջ փաթաթված փայլում էր արծաթե խաչը։ Հենց որ Արմենը այն վերցրեց ձեռքը, դրսում քամին մոլեգնեց, կարծես բնությունն ինքը դեմ էր այդ սրբապղծությանը։ Վարդանը, որ հասել էր նրանց հետևից, սարսափահար պահանջեց խաչը դնել տեղը։ Այդ պահին մատուռի մուտքի մոտ հայտնվեց տատիկ Սոնան։ Նա բացատրեց, որ խաչը կրում է Յարութի մեղքի եւ Մկրտիչի ցավի էներգիան։ Քանի դեռ այդ ցավը չի հանգստացել, շղթան չի կոտրվի։ Նա ասաց Արմենին, որ նա, որպես Յարութի սերունդ, պետք է ներողություն խնդրի իր նախնու անունից։ Արմենը, նայելով Լիանայի հավատով լի աչքերին, վերջապես ընդունեց իր տոհմի մեղքը։ Նա բարձրացրեց խաչը եւ բարձրաձայն խոստովանեց Յարութի դավաճանությունը, ներողություն խնդրելով Մկրտիչի հոգուց եւ իր տոհմի բոլոր տառապած սերունդներից։ Այդ պահին խաչից պայծառ լույս ճառագեց, եւ երբ այն մարեց, բոլորը տեսան, որ խաչի վրայի սևությունը անհետացել է, իսկ կենտրոնի ճաքը վերացել։ Խաչը ամբողջական էր եւ փայլում էր մաքուր արծաթի պես։ Հենց այդ պահին Դավիթի հեռախոսը զանգեց։ Գյումրիից էին, Տիգրանի կնոջ վիճակը կտրուկ լավացել էր։ Անեծքը կոտրված էր։ Մեկ ամիս անց Արմենի ընտանեկան տան բակում մեծ խնջույք էր։ Տարիների մեջ առաջին անգամ ընտանիքը հավաքվել էր ոչ թե սգի, այլ ուրախության առիթով։ Նրանք նշում էին Լիանայի եւ Արմենի նշանադրությունը։ Տատիկ Սոնան կենաց ասաց, բաժակ բարձրացնելով նրանց համար, ովքեր սովորեցրին, որ անցյալից պետք չէ վախենալ, այլ պետք է այն բուժել։ Վարդանը ներողություն խնդրեց, իսկ Տիգրանի կինը շնորհակալություն հայտնեց Լիանային իրենց ապագան փրկելու համար։ Այգու խորքում Արմենը ծնկի իջավ եւ Լիանային ամուսնության առաջարկություն արեց։ Անցյալից տվերները վերջնականապես ցրվել էին։ Մեկ տարի անց մատուռը վերականգնված էր եւ խորանի վրա փայլում էր արծաթե խաչը։ Լիանան, որն արդեն հղի էր, եւ Արմենը կանգնած էին մատուռի մոտ։ Նրանց պատմությունը սովորեցրել էր, որ անցյալը իրական է եւ թողնում է իր շղթաները, բայց մարդիկ ուժ ունեն փոխելու դրա ազդեցությունը իրենց ապագայի վրա։ Այն, ինչը դարեր շարունակ անեծք էր, դարձավ նրանց փրկությունը, ստիպելով գտնել իրենց սիրո իրական ուժը։ Բայց արդյոք անեծքը կոտրվեց միստիկ ուժով, թե նրանք պարզապես գտան իրենց մեջ ուժ հավատալու սիրուն եւ ներելու անցյալը։ Այս մղձավանջը, սակայն, իր սկիզբն ուներ, մի սկիզբ, որը լի էր ոչ թե դեղերի սուր հոտով, այլ սուրճի բույրով ու հին գրքերի թավշյա փոշով։ Ընդամենը 6 ամիս առաջ, մի արևոտ օր, Լիանան նստած էր մի հարմարավետ գրադարան սրճարանում, որի բարձր պատուհաններից ներս թափանցող լույսը կարծես կենդանություն էր տալիս օդում պարող փոշու հատիկներին։ Նա, որպես տաղանդավոր ճարտարարապետ, կլանված ուսումնասիրում էր թաղամասի 5 քարտեզները, փորձելով վերականգնել հարևան եկեղեցու պատմությունը եւ գտնել մի լեգենդար ստորգետնյա անցումի հետքերը։ Հենց այդ պահին նրա սեղանին մոտեցավ Արմենը, այդ հաստատության սեփականատերը, մի բարձրահասակ, մտածկոտ աչքերով տղամարդ, որի հայացքում անբացատրելի մի թխրություն կար ցաքնված։ Նա, թույլ ժպիտով, հետաքրքրվեց Լիանայի աշխատանքով եւ կատակեց, թե իր պապը պատմում էր, որ այդ անցումը տանում էր հենց իրենց տան նկուղը, կապելով իրենց տոհմի երկու ճյուղերը ոչ միայն արյունով, այլև այդ թունելով։ Նրանց միջև անմիջապես մի անտեսանելի կապ հաստատվեց, մի կայծ, որը վառվեց ճարտարապետության, պատմության եւ ընդհանուր երազանքների մասին զրույցների ընթացքում։ Նրանց սերը ծաղկեց արագ եւ բուռն, կարծես երկու հոգիներ, որոնք դարեր շարունակ իրար էին փնտրել, վերջապես գտել էին միմյանց։
Բայց այդ լուսավոր երջանկության մեջ շուտով սկսեցին թանձրանալ ստվերները։ Մի երեկո, երբ նրանք ձեռք-ձեռքի տված զբոսնում էին աշնանային այգում, Արմենը հանկարծ կանգ առավ եւ լուրջ հայացքով նայեց Լիանային։ Նա ասաց, որ կա մի բան, որը նա պետք է իմանա իր ընտանիքի մասին, մի բան, որը պարզապես պահարանում թաքնված կմախք չէ, այլ ավելի շատ շղթա է։ Նա խոսեց մի հին պատմության, մի անեծքի մասին, որը, ըստ ավանդության, հետապնդում է իր տոհմի տղամարդկանց։ Նա պատմեց, թե ինչպես իր պապը կորցրեց կնոջը ծննդաբերության ժամանակ, ինչպես իր հորեղբոր առաջին սերը մահացավ ավտովթարից հարսանիքից ընդամենը 1 շաբաթ առաջ։ Նրա խոսքերով, իրենց ընտանիքի տղամարդիկ կարծես բատապարտված էին սիրո մեջ դժբախտ լինելու, եւ երբ նրանք գտնում էին իրենց իսկական սիրուն, ճակատագիրը դաժանորեն խառնվում էր, խլելով նրանց երջանկությունը։ Լիանան իր ռացիոնալ մտածողությամբ փորձեց դա համարել ողբերգական զուգադիպությունների շարք, բայց Արմենի աչքերում տեսած անկեղծ վախը ստիպեց նրան լռել։ Արմենը խոստովանեց, որ վախենում է ոչ թե իր, այլ Լիանայի համար։ Այդ խոսակցությունը նրանց հարաբերություններում առաջին ջաքը տվեց, մի անտեսանելի ստվեր, որը սկսեց հետապնդել նրանց։ Այդ ստվերն ավելի խորացավ, երբ նրանք հայցելեցին Արմենի ընտանեկան տուն, որտեղ նրանց դիմավորեց տատիկ Սոնան, 75 տարեկան մի կին, որի խիստ դիմագծերի հետևում դարերի իմաստություն էր թաքնված։ Նա սառն հայացքով զննեց Լիանային եւ սառցե ձայնով ասաց Արմենին. «Ուրեմն սա է այն աղջիկը, որի համար որոշել ես մարտահրավեր նետել ճակատագրին, թողնիկս»։ Այնուհետև, դառնալով Լիանային, նա զգուշացրեց. «Աղջիկս, որոշ դռներ պետք չէ բացել։ Մեր ընտանիքի ճանապարհը քարքարոտ է, դու կցավեցնես ոտքերդ, եւ նրան էլ քեզ հետ կքաշես փոսը»։ Նրա խոսքերը պարզապես տարեց կնուջ նախապաշարմունք չէին, դրանք խորը, արմատացած համոզմունքի արձագանքն էին, որը սառը քամու պես փչեց սենյակում։ Այդ օրը, երբ Լիանան ծանր տպավորությունների տակ վերադարձավ տուն, նկատեց, որ իր մեքենայի անվադողը ծակված է։ Գուցե դա պարզապես պատահականություն էր, բայց տատիկ Սոնայի խոսքերից եւ Արմենի տագնապալի պատմությունից հետո այդ փոքրիկ միջադեպը նրա սրտում սառը, անբացատրելի սարսափի առաջին սերմը ցանեց։ Այդ սերմը սակայն չորացավ ու անհետացավ Լիանայի վճռականության հողում։ Նա որոշել էր պայքարել։ Նա չէր պատրաստվում թույլ տալ, որ հին ստվերները, նախապաշարմունքներն ու տարօրինակ զուգադիպությունները կառավարեն իր եւ Արմենի կյանքը։ Գիշերները, երբ նա պետք է աշխատեր եկեղեցու վերականգնման իր նախագծի վրա, նրա մտքերն անընդհատ թափառում էին։ Նա բռնեց իրեն համացանցի որոնողական համակարգում ընտանեկան անեծքներ եւ սերնդեսերունդ փոխանցվող դժբախտություններ արտահայտելիս եւ դառնորեն ծիծաղեց իր վրա։ Հասանք, ճարտարապետ Լիանա Սարգսյանը սնահավատության մասին է կարդում։ Աբսուրդ, մտածեց նա, փորձելով տրամաբանությամբ խեղդել իր ներսում աճող անհանգստությունը։ Նա փորձում էր իրավիճակը լուծել սովորական եղանակներով, սիրով եւ ռացիոնալ մտքով։ Հենց այդ պահին զանգեց Արմենը, եւ նրա հոգնած ձայնը Լիանայի սրտում նորից արթնացրեց տագնապը։ Արմենը հայտնեց, որ իր հորեղբոր տղայի, Տիգրանի կինը, որն ապրում էր Գյումրիում, հղիության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Յուրաքանչյուր նոր վատ լուրջ կարծես եւս մեկ օղակ էր ավելացնում այն անտեսանելի շղթային, որի գոյությանը Լիանան հրաժարվում էր հավատալ։ Նա վճռականորեն ասաց Արմենին. «Ոչ մի բայց, ես քեզ սիրում եմ, եւ ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ հին ստվերները կառավարեն մեր կյանքը։ Եկ վաղը հանդիպենք եւ պլանավորենք մեր ապագան, ոչ թե անցյալը»։ Նա ուզում էր ապացուցել, որ իրենց սերն ավելի ուժեղ է, քան ցանկացած մռայլ պատմություն։ Հաջորդ երեկո, ռոմանտիկ մթնոլորտում, Լիանան ոգևորված նկարագրում էր իրենց ապագա տան նախագիծը, մեծ պատուհաններով, որպեսզի արևի լույսը միշտ ներս լցվի եւ ոչ մի մութ անկյուն, ոչ մի ստվեր չմնա։ Նա ցանկանում էր կառուցել մի աշխարհ, որտեղ անցյալի մղձավանջները տեղ չէին ունենա։ Արմենը ժպտում էր, բայց նրա աչքերում դեռ տխրություն կար, կարծես նա արդեն գիտեր, որ այդ լույսից փախչելն անհնար է։ Եվ կարծես ճակատագիրը լսել էր նրանց զրույցը։ Հենց այդ պահին Արմենի հեռախոսը զանգեց եւ նրա դեմքը քարացավ։ Նրանց ընտանեկան գինու մառանը, որտեղ պահվում էր տոհմի ամենաթանկարժեք գինիների հավաքածուն, հրդեհվել էր։ Ամեն ինչ մոխիր էր դարձել։ Սա այլևս ծակված անվադող չէր, սա լուրջ ֆինանսական եւ էմոցիոնալ հարված էր, մի նոր ավելի սպառնավիճ խոչընդոտ նրանց ճանապարհին։ Գուցե դա նախազգուշացում է, դատարկ ձայնով ասաց Արմենը, մենք համարձակվեցինք խոսել ապագայի մասին եւ ահա, անցյալը այրվում է։ Լարվածությունն աճում էր եւ Լիանայի վճռականությունը սկսում էր տատանվել։
Նա որոշեց, որ պետք է խոսի տատիկ Սոնայի հետ, հասկանա այս ամենի արմատը։ Նա գնաց այն տուն, որտեղից, ինչպես իրեն էր թվում, սկիզբ էին առնում բոլոր ստվերները։ Սոնան նստած էր իր բացքաթոռին, ձեռքին հին մաշված տերողորմյա։ Նա հանգիստ էր, բայց նրա հայացքը սուր էր, ինչպես դաշույնը։ Լիանան խոսեց իր սիրո մասին, իր պայքարելու պատրաստակամության մասին, բայց տատիկի պատասխանը սառը ցնցուղի պես էր։ «Պայքարել? Ինչի դեմ? Ճակատագրի դեմ?» հարցրեց նա իր սառը աչքերը հառելով Լիանային։ «Իմ ամուսինն էլ փորձեց պայքարել, բայց մի ուրախության դիմաց մենք միշտ վճարում ենք մի ողբերգությամբ։ Սա է մեր օրենքը։ Դու ուզում ես, որ Արմենը վճարի քո սիրո համար»։ Նա Լիանայի առջև դրեց մի սարսափելի ընտրություն՝ կամ հեռանալ, կամ դառնալ իր սիրելի կործանման պատճառը։ Երբ Լիանան, ցնցված և անօգնական դուրս եկավ տնից, նրա մեքենայի դիմապակու վրա դրված էր թառամած սև վարդ։ Սա այլևս զուգատիպություն չէր կարող լինել։ Սա ուղերձ էր, մի նշան, որը հաստատում էր, որ նա մտել է մի խաղի մեջ, որի կանոնները ինքը չէր գրել, և որի խաղադրույքը անհամեմատ ավելի բարձր էր, քան նա կարող էր պատկերացնել։ Այդ ուղերձը Լիանային չվախեցրեց, այլ զայրացրեց։ Նրա մեջ արթնացավ պայքարողի ոգին։ Նա և Արմենը որոշեցին, որ չեն հանձնվի։ Նրանք որոշեցին ամուսնանալ, որպես բացահայտ մարտահրավեր այն անտեսանելի ուժին, որը փորձում էր կործանել իրենց սերը։ Նրանք կարծում էին, թե իրենց միասնական կամքը բավական կլինի ցանկացած փոթորիկ դիմակայելու համար։ Այդ օրը, երբ նրանք դուրս եկան փոքրիկ եկեղեցու բակից, որտեղ պայմանավորվել էին իրենց պսակադրության օրվա մասին, նրանց դեմքերին երջանկություն էր, որի տակ սակայն լարվածությունն էր թաքնված։ «Տեսնում ես», ասաց Լիանան, փորձելով համոզել ոչ այնքան Արմենին, որքան ինքն իրեն, «ոչինչ էլ չպատահեց։ Մենք որոշում կայացրինք, և երկինքը գլխներից չփլվեց»։ Արմենը համբուրեց նրա ճակատը, բայց նրա հայացքում հույսից շատ աղոթք կար։ Եվ կարծես թե այդ աղոթքը չլսվեց։ Հենց այդ պահին Արմենի հեռախոսը զանգեց, և զանգը Գյումրիից էր։ Լիանան տեսավ, թե ինչպես է Արմենի դեմքը քարանում, ինչպես է գույնը փախչում նրա այտերից։ Նա լուր հեռախոսը փոխանցեց Լիանային, և մյուս կողմից լսվող հիստերիկ ձայնը հայտնեց մի լուր, որը սառցե դաշույնի պես խրվեց Լիանայի սիրտը։ Տիգրանի կինը կորցրել էր երեխային։ Վիժում։ Այս լուրը ավելի ծանր էր, քան նախորդները։ Սա այլևս փող կամ գույք չէր, սա չծնված կյանք էր, մի ողբերգություն, որը անմիջականորեն կապվում էր իրենց որոշման հետ։ Խնդիրը դարձավ անհամեմատ ավելի լուրջ, ավելի անձնական, ավելի սարսափելի։ Այդ երեկո Արմենի ընտանեկան տանը տիրում էր սուգ։ Օդը թանձրացել էր չասված մեղադրանքներից։ Ոչ ոք բարձր չէր խոսում, բայց լռությունը ճնշում էր։ Բոլորի հայացքները, կարծես համաձայնեցված, ուղղված էին Լիանային և Արմենին։ Տատիկ Սոնան, սևազգեստ, նստած էր անկյունում, և նրա դեմքն անթափանց էր, ինչպես հին քարը։ Դավիթը մոտեցավ Արմենին և խուլ ձայնով ասաց. «Սա արդեն չափն անցնում է, Արմեն, դուք հայտարարեցիք ձեր ամուսնության մասին և Տիգրանը կորցրեց իր երեխային։ Դու չես տեսնում կապը»։ Արմենը զայրացած լրացրեց նրան, բայց Տիգրանի հայրը դառնությամբ լի ձայնով միջամտեց. «Ո՞վ է մեղավոր, տղես, մեր նախնի՞նը, թե նրանք, ովքեր արթնացնում են հին ցավը։ Այս աղջկա հայտնվելուց հետո մեր գլխին միայն փորձանք է գալիս»։ Լիանան կանգնած էր սենյակի կենտրոնում, մենակ և մեկուսացված, զգալով իրեն վհուկի պես, որին մեղադրում են բոլոր մահացու մեղքերի մեջ։ Նրա ռացիոնալիզմը, նրա ողջամտությունը փշուր-փշուր եղավ այդ հայացքների տակ։ Առաջին անգամ նա իսկապես վախեցավ, ոչ թե անհասկանալի ուժից, այլ այն մտքից, որ գուցե նրանք ճիշտ են, գուցե ինքն է պատճառը։ Այս ողբերգությունը առաջին լուրջ հետևանքն էր, որը սպառնում էր քանդել ոչ միայն նրանց ապագան, այլև հենց իրենց սերը։ Հաջորդ շաբաթները դժոխքի վերածվեցին։ Արմենը փորձում էր պաշտպանել Լիանային ընտանիքի ճնշումից, բայց դա միայն խորացնում էր նրանց միջև առաջացած անդունդը։ Լիանան սկսեց մղվավանջներ տեսնել, մութ միջանցքներ, շղթաների ձայն, շշուկներ, որոնք մեղադրում էին իրեն։ Նա վերջապես հասկացավ խնդրի իսկական մասշտաբը։ Սա պայքար չէր նախապաշարմունքների դեմ, սա պայքար էր մի ուժի դեմ, որը նա չէր հասկանում, բայց որի հետևանքները սարսափելիորեն իրական էին։ Նա գիտակցեց, որ տրամաբանությունն այստեղ անզոր է, պետք էր գտնել այլ ճանապարհ, այլ բանալի։ Եվ այդ բանալին, ինչպես նրան էր թվում, պետք է թաքնված լիներ այնտեղ, որտեղից սկսվում էին բոլոր ստվերները, Արմենի ընտանեկան տանը։
Մի անձրևոտ երեկո, երբ Արմենը գործերով քաղաքից դուրս էր, Լիանան այլևս չկարողացավ դիմանալ իր բնակարանի 4 պատերի ճնշմանը։ Նրա ներսում մի անհաղթահարելի ուժ էր արթնացել, մի ձայն, որը շշնջում էր. Թե պատասխանները գտնվում են այնտեղ, որտեղից սկսվել են բոլոր հարցերը, Արմենի ընտանեկան տանը։ Նա աննկատ ներս մտավ լուռ տուն, որտեղ միայն պատի ժամացույցի ճոճանակի չափված ձայնն էր խախտում լռությունը և բարձրացավ ձեղնահարկ։ Օդը խիտ էր փոշուց և անցյալի հոտից։ Հեռախոսի լույսի տակ նրա ուշադրությունը գրավեց մի հին փայտե սնդուկ, որը թաքնված էր կահույքի կույտի հետևում։ Կոտրելով ժանգոտ կողպեքը, նա սնդուկի խորքում, հին սփռոցների տակ, գտավ մի փոքրիկ կաշվեպատ գրքույկ։ Էջերը դեղնել էին, թանաքը խամրել, բայց առաջին էջի գեղեցիկ, բայց խիստ ձեռագիրը հստակ ընթերցվում էր. Յարութի օրագիրը, տիր, ողորմյա իմ հոգուն։ Լիանայի սիրտը սկսեց բաբախել այնպես, կարծես ուզում էր դուրս թռչել կրծքավանդակից։ Նա նստեց փոշոտ հատակին և սկսեց կարդալ։ Յուրաքանչյուր նախադասություն մի նոր շերտ էր բացում այն սարսափելի գաղտնիքի վրայից, որը դարեր շարունակ թունավորել էր Արմենի տոհմը։ Օրագիրը պատմում էր 19-րդ դարի սկզբում ապրած երկու եղբայրների՝ Յարութի և Մկրտիչի մասին, որոնք անսահման սիրում էին նույն կնոջը՝ գեղեցկուհի Անահիտին։ Բայց Անահիտի սիրտը պատկանում էր Մկրտիչին։ Յարութը, խանդից կուրացած, սուտ լուրեր էր տարածել եղբոր մասին, կոտրել էր Անահիտի սիրտը և խաբեությամբ նվաճել նրա համաձայնությունը։ Ամեն ինչի գագաթնակետը եղել էր նրանց տոհմական մատուռում։ Այնտեղ, իրենց նախնիների սուրբ մասունքի, արծաթե խաչի առջև, Յարութը սուտ երդում էր տվել, թե իր սերը մաքուր է, և ինքը երբեք չի դավաճանել եղբոր վստահությունը։ Հենց այդ պահին մատուռի դուռը բացվել էր, և ներս էր մտել Մկրտիչը։ Նա լսել էր ամեն ինչ։ Լիանայի շունչը կտրվեց։ Նա հասկացավ, որ սա է այն հին խախտված երդումը։ Օրագրում Յարութը ցավով նկարագրում էր եղբոր աչքերում տեսած անսահման ցավը։ Մկրտիչը չէր բղավել, չէր հայհոյել։ Նա պարզապես նայել էր եղբորը, հետո խաչին և խուլ ձայնով ասել. «Դու մեր տոհմի սրբության վրա սուտ երդվեցիր։ Դու գողացար իմ սերը ստով։ Թող այսուհետ քո արյունը կրող ոչ մի տղամարդ երջանկություն չգտնի իսկական սիրո մեջ։ Թող ամեն անգամ, երբ նրանցից մեկը իր սիրտը տա մեկին, այս խաչը հիշեցնի քո դավաճանության մասին, բերելով ողբ ու դժբախտություն։ Թող քո երդումը դառնա քո սերունդների շղթան»։ Լիանան փակեց օրագիրը։ Ամեն ինչ պարզ դարձավ։ Անեծքը վրեժխնդիր ոգու գործ չէր։ Այն Յարութի մեղքի, դավաճանության և խախտված սրբության էներգիան էր, որը կապվել էր սուրբ մասունքի հետ և փոխանցվում էր սերնդեսերունդ։ Երեխայի կորուստը, վթարները, հրդեհը, ամեն ինչ ստացավ իր սարսափելի բացատրությունը։ Սա էր գլխավոր հայտնագործությունը, այն պահը, երբ ամեն ինչ արմատապես փոխվեց։ Նա շոկի մեջ էր։ Նա գտել էր հիվանդության պատճառը, բայց դեղամիջոցը դեռ անհայտ էր։ Հանկարծ նա լսեց քայլերի ձայն։ Ձեղնահարկի դուռը բացվեց, և լույսի շերտի մեջ կանգնեց տատիկ Սոնան։ Նրա դեմքին ոչ թե զայրույթ էր, այլ խորը, անսահման տխրություն։ Նա նայեց Լիանայի ձեռքի օրագրին և հանգիստ ձայնով ասաց. «Ուրեմն գտար։ Ես ողջ կյանքում վախենում էի այս օրվանից, և միևնույն ժամանակ սպասում էի դրան»։ Լիանան ոտքի կանգնեց, հարցնելով. «Դուք գիտեիք»։ Տատիկի պատասխանը հաստատական էր։ Այդ պահին ներքևից լսվեց Արմենի ձայնը։ Նա վերադարձել էր։ Լարվածությունը հասավ գագաթնակետին։ Երբ Արմենը բարձրացավ և տեսավ Լիանային, օրագիրը ձեռքին, և տատիկին, նրա դեմքին արտացոլվեց հասկացողություն և սարսափ։ Նա հասկացավ, որ այն ինչից փորձում էր պաստպանել Լիանային, հենց նոր պայթել էր նրանց բոլորի դեմքին, բացահայտելով մի ճշմարտություն, որն ավելի սարսափելի էր, քան ցանկացած անեծք։ Ձեղնահարկի խիտ օդը կարծես սառեց։ Երեքի հայացքները խաչվեցին, ստեղծելով լարվածության մի եռանկյունի, որտեղ ամեն անկյունում ցավ էր, վախ և դարերի գաղտնիքի ծանրությունը։ Արմենի համար այս բացահայտումը ոչ թե հանելուկի լուծում էր, այլ մահվան դատավճռի վերջնական հաստատում։ Նրա ուսերը կախվեցին, հայացքը դատարկվեց, կարծես նրա ներսում մի լար կտրվեց։ «Ուրեմն ճիշտ էր», դատարկ ձայնով ասաց նա, նայելով ոչ թե Լիանային կամ տատիկին, այլ օրագրին, որը դրված էր հին սնդուկի վրա։ «Ամեն ինչ ճիշտ էր։ Սա զուգադիպություն չէ, սա անեծք է, իսկական արյունոտ անեծք։ Մենք դատապարտված ենք»։ Նրա խոսքերը լի էին այնպիսի անսահման հուսահատությամբ, որը կարող էր քարերը չակեցնել։ Բայց Լիանան, ով արդեն անցել էր շոկի առաջին փուլով,
իր մեջ ուժ գտավ ընդդիմանալու։ Ոչ, ասաց նա վճռականորեն, եւ նրա ձայնը հստակ հնչեց փոշոտ լռության մեջ։ Մենք դատապարտված չենք։ Հիմա, երբ գիտենք պատճառը, կարող ենք գտնել լուծումը։ Սա դավաճանության պատմություն է, ոչ թե մոգության։ Պետք է քավել յարութի մեղքը։ Այս պահին բոլորի հարաբերությունները արմատապես վերագնահատվեցին։ Տատիկ Սոնան, ով մինչ այդ խիստ ու անհասանելի պահապան էր թվում, հանկարծ դարձավ խոցելի։ Նա խորը հոգոց հանեց եւ խոստովանեց, որ տասնյակ տարիներ փորձել է ապրել այս գաղտնիքի հետ, տեսնելով, թե ինչպես է այս շղթան կործանել իր ամուսնուն։ Նա խոստովանեց, որ վախից է թաքցրել օրագիրը, հուսալով, որ եթե մոռանան պատմությունը, այն կկորցնի իր ուժը։ Նա սխալվել էր։ Այս խոստովանությամբ նա այլևս խոչընդոտ չէր, այլ դարձավ Լիանայի տատանվող, բայց կարևոր դաշնակիցը։ Արմենը, սակայն, չէր կիսում նրանց հույսը։ Նա կանգնեց եւ հուսահատ ձայնով հարցրեց. «Ինչ լուծում, Լիանա, գնանք մատուռ, մոմ վառենք, դա չի վերադարձնի Տիգրանի երեխային։ Միակ լուծումը այն է, որ մենք բաժանվենք, ես քեզ ազատում եմ այս անեծքից»։ Լիանայի աչքերում արցունքներ հայտնվեցին, բայց դրանք ոչ թե թուլության, այլ զայրույթ եւ սիրո արցունքներ էին։ «Ազատում ես», բացականչեց նա, «սերը բանտ չէ, որ դու ինձ ազատես, ես քեզ չեմ թողնի, եթե դու հանձնվես, ապա յարութի մեղքը կհարթի»։ Նրանց սերը ենթարկվում էր իր ամենամեծ փորձությանը։ Հաջորդ օրը լուրը տարածվեց ընտանիքում, պառակտելով այն երկու մասի։ Ոմանք, ինչպես Տիգրանի հայրը, պնդում էին, որ պետք է հնազանդվել ճակատագրին, եւ որ Արմենը պետք է հրաժարվի Լիանայից, ում տեսնում էին որպես բոլոր դժբախտությունների կատալիզատոր։ Նրանք դարձան Լիանայի բացահայտ թշնամիները։ Մյուսները, սակայն, հույս տեսան բացահայտման մեջ։ Լիանան հասկացավ, որ պետք է գործողությունների պլան մշակի։ Նա դարձավ այս պայքարի առաջնորդը։ Օրագրում գրված է, որ երթումը տրվել է Սուրբ Մասունքի, արծաթե խաչի վրա, ասաց նա դիմելով Սոնային եւ Արմենին։ Անեծքը կապված է այդ խաչի հետ, մենք պետք է գտնենք այն։ Տատիկ Սոնան հայտնեց, որ խաչը վաղուց կորել է, ասում են Մկրտիչն է այն վերցրել եւ թաքցրել։ Հենց այդտեղ տատիկը հիշեց օրագրի մի տող, որին երբեք ուշադրություն չէր դարձրել։ Մկրտիչը միշտ ասում էր, որ ճշմարտությունը պետք է թաքցնել այնտեղ, որտեղ մեղքն է ծնվել, որպեսզի մեկը մյուսին հավասարակշռի։ Լիանայի աչքերը փայլեցին։ Դա նշանակում է, որ խաչը թաքնված է հենց մատուռում, բացականչեց նա, այնտեղ, որտեղ տրվել է սուտ երթումը։ Սա նրանց գործողությունների պլանն էր՝ գտնել ավերված մատուռը, փնտրել խաչը եւ ինչ-որ կերպ քավել հին մեղքը։ Երբ նրանք պատրաստվում էին ճանապարհ ընկնել, նրանց մոտեցավ Դավիթը։ «Ես չեմ հավատում, որ սա կօգնի», ասաց նա, «բայց ես նաև չեմ ուզում ապրել այս վախի մեջ, ես ձեզ հետ եմ գալիս»։ Նրանք ձեռք բերեցին եւս մեկ դաշնակից, բայց երբ դուրս եկան տնից, Լիանան նկատեց, որ իրենց հետևում է մի մեքենա։ Ընտանիքի մյուս ճյուղը պատրաստ չէր թույլ տալ նրանց անհանգստացնել հին ոգիներին։ Հակամարտությունը պատրաստվում էր դուրս գալ ընտանեկան պատերից եւ վերածվել բացահայտ դիմակայության։ Լիանայի ամենագնացը համառորեն կառչում էր նեղ քարքարոտ ճանապարհից, որը օձի պես գալարվում էր դեպի լեռների սիրտը։ Բնությունը վայրի էր ու վեհ, բայց նրա գեղեցկության մեջ թաքնված էր սպառնալիք, կարծես հենց լեռներն էին դեմ նրանց առաքելությանը։ Մեքենայում լարված լռություն էր տիրում։ Արմենը, որի հայացքում դեռ կասկած կար, կենտրոնացած վարում էր, իսկ Լիանան ուսումնասիրում էր տատիկ Սոնայի տված հին քարտեզը։ Նա այլևս չէր փորձում տրամաբանական բացատրություններ գտնել։ Նա ընդունել էր իրավիճակի միստիկ բնույթը եւ որոշել էր գործել դրա կանոններով։ Նրա հավատը իրենց սիրո նկատմամբ վերածվել էր հավատի, որ նրանք կարող են փոխել ճակատագիրը։ Հետևի հայելու մեջ անընդհատ երևում էր մեկ այլ մեքենա, նրանց հորեղբոր Վարդանի մեքենան, որը համառորեն հետևում էր նրանց։ Նրանք ուզում են վախեցնել մեզ, կանգնեցնել, ասաց Լիանան, ավելի շատ ինքն իրեն համոզելով, բայց մենք չենք կանգնի։ Երբ ճանապարհը վերջացավ եւ առջևում մնաց միայն քարքարոտ արահետ, նրանք դուրս եկան մեքենայից։ Հետևից եկող մեքենայից դուրս եկան Վարդանը եւ նրա երկու որդիները։ «Արմեն, կանգ առ», գոռաց Վարդանը հեռվից, «մի արա այդ հիմարությունը, դուք չգիտեք, թե ինչ եք անում»։ Սա ուղղակի հակամարտություն էր։ Ընտանիքի պահպանողական թևի բացահայտ դիմադրությունը։ «Հորեղբայր, մենք պետք է սա անենք», պատասխանեց Արմենը, «սա մեր միակ շանսն է»։ Բայց Վարդանը պնդում էր, որ նրանք կարթնացնեն այն, ինչը քնած է, եւ ավելի մեծ փորձանք կբերեն բոլորի գլխին։ Այդ պահին Լիանան, ցուցադրելով անսպասելի ուժ, վճռականորեն դիմեց Վարդանին։ «Մենք ոչինչ չենք արթնացնում,
Մենք փորձում ենք բուժել հին վերքը, եթե վախենանք, ապա այն հավերժ կմնա մեզ հետ։ Նրա խոսքերը ստիպեցին լռել։ Երկար ու դժվարին վերելքից հետո, երբ նրանց ուժերը գրեթե սպառվել էին, նրանք վերջապես տեսան այն։ Երկու հսկա ժայռերի արանքում թաքնված էին հին մատուռի ավերակները։ Տանիքը փլված էր, պատերը մամրակալած, բայց այն դեռ կանգուն էր, ինչպես իրենց տոհմի տառապանքի լուռ վկան։ Ներսում տիրում էր խորհրդավոր լռություն։ Օդը խոնավ էր և հողի հոտ էր գալիս։ Նրանք սկսեցին զննել ամեն ինչ, փնտրելով թաքստոց կամ գաղտնի նշան։ Ճշմարտությունը պետք է թաքցնել այնտեղ, որտեղ մեղքն է ծնվել, հիշեցրեց Դավիթը, ուրեմն այն պետք է լինի խորանի մեջ կամ դրա տակ։ Բայց խորանը հսկայական ամբողջական քար էր, որը տեղաշարժելն անհնար էր։ Հույսերը սկսում էին սպառվել, երբ Լիանան խորանի վրայի փորագրությունների մեջ նկատեց մի բան, որը տեղին չէր՝ երկու միահյուսված օձերի պատկեր։ Արմենը բացատրեց, որ դա իրենց տոհմի հին նշանն է՝ երկու եղբայրներ՝ Յարութ և Մկրտիչ։ Լիանան փորձեց սեղմել փորագրությունը, բայց ոչինչ տեղի չունեցավ։ Արդեն մութն ընկնում էր, և նրանց առաքելությունը կարծես թե ձախողվում էր։ Հենց այդ պահին դրսից ձայներ լսվեցին։ Վարդանը և նրա որդիները հասել էին մատուռ։ «Բավական է», ասաց Վարդանը ներս մտնելով, «դուք բավական խաղացիք, հիմա վերադառնում ենք տուն»։ Այդ պահին Լիանան մի բան հիշեց օրագրից։ Յարութը սուտ երդվեց, իսկ Մկրտիչը լռեց, մեկի խոսքը մյուսի լռության դեմ։ Նա նորից մոտեցավ խորանին։ Նա միաժամանակ սեղմեց մի օձի գլուխը, Յարութին խորհրդանշող, և մյուսի պոչը, Մկրտիչի լռությունը։ Խորանի պակից խուլ ձայն լսվեց։ Քարե սալաքարերից մեկը դանդաղ սկսեց տեղաշարժվել, բացելով մութ անցք։ Բոլորը սարսափով նայում էին բացված գաղտնարանին, որի խորքում, հին կտորի մեջ փաթաթված, ինչ-որ բան թույլ փայլում էր։ Մթնոլորտը լցվեց գերբնական լարվածությամբ։ Բոլորի հայացքները գամված էին խորանի տակ բացված մութ անցքին։ Վարդանը և նրա որդիները քարացել էին տեղում, ապշած և վախեցած։ Արմենը դանդաղ ծնկի իջավ և ձեռքը մեկնեց դեպի գաղտնարանը։ Նրա մատները դիպչեցին սառը մետաղին։ Նա զգուշորեն դուրս բերեց առարկան։ Դա արծաթե խաչ էր, մեծ, հմտորեն պատրաստված, բայց ժամանակի ընթացքում սևացած։ Կենտրոնում փոքրիկ ճաք կար, կարծես այն հարվածի էր ենթարկվել։ Հենց որ Արմենը խաչը պահեց ձեռքում, մատուռում տարօրինակ զգացողություն տարածվեց։ Օդը կարծես թանձրացավ, իսկ դրսում քամին ուժ գնացավ, վերածվելով մարդկային ողբի։ «Այն սառն է», շշնջաց Արմենը, բայց միևնույն ժամանակ կարծես այրում է ձեռքս։ Վարդանը վախից դողալով պահանջեց դնել խաչը տեղը և հեռանալ։ Սա բախման գագաթնակետն էր, վախի և հույսի ուղղակի բախումը։ Հանկարծ մատուռի մուտքի մոտ հայտնվեց տատիկ Սոնան։ Նա դժվարությամբ, բայց վճռականորեն հասել էր այստեղ։ «Ես գիտեի, որ դուք կգտնեք այն», ասաց նա, «և գիտեի, որ ես պետք է այստեղ լինեմ»։ Նա բացատրեց, որ խաչը իր մեջ է կրում Յարութի սուտ երդման և Մկրտիչի ցավի էներգիան, և քանի դեռ այդ ցավը չի հանգստացել, շղթան չի կոտրվի։ Նա դիմեց Արմենին. «Դու Յարութի արյունն ես կրում, թոռնիկս, դու պետք է ներողություն խնդրես, ոչ թե քո, այլ նրա անունից»։ Այս պահը վճռական էր բոլորի համար։ Արմենը պետք է վերջնականապես ընտրեր հավատի և հուսահատության միջև։ Նա նայեց Լիանայի հավատով լի աչքերին, և նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Ոչ թե հանձնվելու, այլ ընդունելու իմաստով։ Նա բարձրացրեց հաչը երկու ձեռքով և բարձր ու հստակ ձայնով, որը արձագանքեց հավերակներում, խոստովանեց իր նախնու մեղքը։ Նա խոստովանեց սուտը, դավաճանությունը և ներողություն խնդրեց Մկրտիչի հոգուց և իր տոհմի բոլոր տառապած սերունդներից։ «Թող այս ցավը ավարտվի այսօր», ասաց նա, «թող այս շղթան կոտրվի»։ Այդ պահին խաչի կենտրոնում գտնվող ճաքից թույլ կապտավուն լույս սկսեց ճառագել, աստիճանաբար լցնելով ամբողջ մատուռը։ Երբ լույսը մարեց, բոլորը տեսան, որ խաչը Արմենի ձեռքում փոխվել է։ Սևությունը անհետացել էր, այն փայլում էր մաքուր, պարզ արծաթի պես։ Իսկ կենտրոնի ճաքը անհետացել էր։ Խաչը ամբողջական էր։ Հենց այդ պահին լսվեց Դավիթի հեռախոսի զանգը։ Գյումրիից էին։ Տիգրանի կնոջ վիճակը կտրուկ լավացել էր։ Նա վտանգից դուրս էր։ Այդ լուրը փոխեց ամեն ինչ։ Վարդանի դեմքից վախը փոխարինվեց զարմանքով և հարգանքով։ Նա մոտեցավ Արմենին և ներողություն խնդրեց իր վախկոտության համար։ Ընտանիքը, որը պառակտված էր վախից, սկսեց միավորվել ներման շուրջ։
Արմենը խաչը դրեց խորանի վրա, բոլորի տեսադաշտում, ոչ թե թաքցնելով, այլ դնելով լույսի տակ, որպես նոր, առանց գաղտնիքների սկզբի խորհրդանիշ։ Մեկ ամիս անց Արմենի ընտանեկան տան բակում մեծ խնջույք էր։ Տարիների մեջ առաջին անգամ ընտանիքը հավաքվել էր ոչ թե սգի, այլ ուրախության առիթով։ Լիանան և Արմենը նշում էին իրենց նշանադրությունը։ Տատիկ Սոնան, ում դեմքը փափկել էր, կենաց ասած բաժակ բարձրացնելով նրանց համար, ովքեր սովորեցրին, որ անցյալից պետք չէ փախչել, այլ պետք է այն բուժել։ Այգու խորքում Արմենը ծնկի իջավ և Լիանային ամուսնության առաջարկություն արեց։ Անցյալից տվերները վերջնականապես ցրվել էին։ 1 տարի անց։ Մատուրը այլևս ավերակ չէր, այն խնամքով վերականգնվել էր, և խորանի վրա փայլում էր արծաթե խաչը։ Լիանան, որն արդեն հղի էր, և Արմենը կանգնած էին մատուրի մոտ։ Նրանց պատմությունը սովորեցրել էր, որ անցյալը իրական է և թողնում է իր շղթաները, բայց մենք նաև ուժ ունենք փոխելու դրա ազդեցությունը մեր ապագայի վրա։ Այն, ինչը դարեր շարունակ անեծք էր, դարձավ նրանց փրկությունը, ստիպելով գտնել իրենց սիրո իրական ուժը։ Դասը, որ նրանք քաղեցին, պարզ էր. ամենամուծ տվերները կարելի է ցրել, եթե բավականաչափ համարձակ լինես լույս վառելու։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Իսկապես անեծքը կոտրվեց միստիկ ուժով, թե նրանք պարզապես գտան իրենց մեջ ուժ, հավատալու սիրուն և ներելու անցյալը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։